շատ ասիմետրիկ կախվածության մեջ ենք մենք Ռուսաստանից։ Ուղղակի այդ միտքը կրկնեմ։ Եթե տնտեսական կապերը խզվեն, Ռուսաստանում չեն նկատելու, ընդամենը 0.7%-ն է մեր արտաքին ապրանքաշրջանառության առևտրի Ռուսաստանի հետ, Ռուսաստանի ընդհանուրի մեջ 0.7% չեն նկատելու։ Հայաստանի համար սա ուղղակի կոլապս է լինելու, կռախ է լինելու տնտեսական։ Մարդիկ բնազդով են դա զգում։ Գործարարները նաև կարող են այդ հաշվարկը անել եւ հասկանալ, թե ինչ կարգի կորուստներ ունենալու։ Այդ կորուստը անմիջապես խփելու է բանկերին։ Շղթայական ռեակցիա է։ Այո, լրջագույն խնդիրները լինելու։ Մենք հայտնվելու ենք մի տնտեսական մի փոսի մեջ, որից դուրս գալը պահանջելու է երկար տարիներ, առնվազն 4-5 տարի։ Կրկնեմ, ժողովրդի մի մասը բնազդով է դա զգում, մի մասը հաշվարկ է անում եւ տեսնում է, գործարարները մաշկի վրա են զգում։ Իրենց մաշկի վրա զգում են։ Լուրջ է սա։ Իշխանության այս խոսույթի փոփոխությունը գալիս է հետեւյալից. չափագրումներ արել են եւ հասկանում են, որ այս տրամադրությունները իրենց օգտին չեն խոսում, որն պետք է փորձեն ասեն ամեն ինչ լավ է, այդ երկի պես է, всё хорошо, прекрасная маркиза։ Իմիջայլոց այս վերջերս, երբ որ ինքը գնում է քարոզարշավ, մեծ հաշվով հիմա քարոզարշավ է իրականացնում։ Ինչով է տարբերվում սովորական նախընտրական քարոզարշավից։ Այդ շփումների ընթացքում գրեթե ամեն անգամ երբ դուրս է գալիս, առնվազն մեկին հանդիպում է, որ ասում է, ես Ռուսաստանում խնդիրներ եմ ունեցել ձեր արած հայտարարությունների եւ ձեր քաղաքականության պատճառով։ Փաստաթղթերի հետ կապված, վարորդականի հետ կապված, արտաքսելու հետ կապված։ Համենայն դեպս ինքը նույնիսկ այդ կարճ շփումների ընթացքում առերեսվում է մարդկանց, ովքեր խնդիրներ են ունեցել Ռուսաստանում քաղաքական կոմպոնենտով պայմանավորված։ Հետևաբար ինքը չի կարող չզգալ տրամադրությունները հասարակության, որոնք նույնիսկ այն հատվածը, որ իսկապես Ռուսաստանից հիասթափված է, մեղավորություն է տեսնում Ռուսաստանի գործողություններում, Արցախի եւ նաեւ Հայաստանի որոշակի հարցերի հետ կապված, միևնույնն է չի կարծում, որ մենք ունենք ներուժ թշնամանալու Ռուսաստանի հետ։ Եվ ես կարծում եմ, որ շատ բնական է, որ իրենք փորձելու են այս խոսույթը փոխել։ Հիբրիդային պատերազմից մինչև մեր մեջ ամեն ինչ նորմալ է, մենք խնդիր չունենք Ռուսաստանի հետ, շատ արագ անցումը տեղի ունեցավ իրականում։ Բայց հիմա էլ եվրոպական խումբ կաստը ուղարկված Եվրոպայից, որոնք հիբրիդային պատերազմի չզոքացմամբ են զբաղվում։ Իսկ մի կողմից դու այդ խումբը բերում ես, դիմում ես եվրոպացիներին, բերում ես այստեղ խումբը, մյուս կողմից ասում ես ամեն ինչ լավ է։ Ինչն է լավ։ Այս երկու հանգամանքը իրար հետ ո՞նց է համատեղվում։ Համեք սա կեղծիքի, ստի, երեսպաշտության ինչ որ մի ուրիշ մի մակարդակ է։